Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, միացեք մեզ։ Եթերում բարև, ես եմ հաղորդաշարն եմ։ Այսօրվա իմ զրուցակիցն է թատերական բեմադրիչ, ռեժիսոր Դավիթ Հարությունյանը։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ մեզ ժամանակ հատկացնելու։ Բարի երեկո։ Կուզեմ փորձել հասկանալ, որքանով են արդարացվել այն բոլոր սպասումները, որոնք նախկինում ունեիք, երբ նոր մասնագիտություն էիք ընտրում, երբ փորձում էիք ծանոթանալ ստեղծարարական դաշտի բոլոր հնարավորություններին, այս տարիները տվեցին վստահություն, սիրո մեծացում ոլորտի թատերարվեստի հանդեպ։ Անշուշտ, իհարկե, ես երբ նոր էի սկսում, երբ նոր քայլ արեցի արդեն պրոֆեսիոնալ թատրոնում, դա 2006 թվականին էր, որովհետև ես 2004-ին էի ավարտել Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը, հետո մի տարով մեկնել էի Ռուսաստան։ Այնտեղ լրիվ ուրիշ աշխատանքով էի զբաղված, այդպես ստացվեց դիպլոմային ներկայացումից հետո վերադարձա եւ Պատանի հանդիսատեսի թատրոնում հանձինս Հակոբ Խազանչյանի բարի կամքի ես այնտեղ իրավունք ստացա անել առաջին ներկայացումը արդեն պրոֆեսիոնալ թատրոնում, դա Վահե Քաչայի Գիշատիչների խնջույքն էր, դա երեկոյան ներկայացում էր։ Եվ պետք է նշեմ նաև մի փաստ եւս, որ ուսանողական տարիներին մեր սերունդը շատ մեծ արտակուրսային աշխատանքներ եւ շատ մեծ մասնակցություն ուներ տարբեր եւ միջբուհական եւ ներբուհական մրցույթների, տոնակատարությունների, այդ ամբողջը բեմադրվում էր, այդ ամբողջի վրա հսկայական աշխատանք էր թափվում ու մեծ եռանդ էր տրվում ու էնտուզիազմ։ Եվ դա էլ իր հերթին նպաստում էր փորձ էինք ձեռք բերում դրա շնորհիվ ոչ միայն օրինակ ներկուրսային աշխատանքների հասկանում եք, որովհետև այնքան մեծ էր մեր պատկերացումները, այնքան ծարավ էինք, այնքան ենք ուզում երբեմն երևի երիտասարդական այդ տարիքը կա չէ, երևի ինչ որ մեզնից մեծ գործեր էինք վերցնում ու կատարում էինք լավ թե վատ այլ հարցը հիմնականում ահագին ստացված աշխատանքներ են լինում։ Եվ դա նպաստեց նրան, որ կոնկրետ ինձ մոտ թատրոն արդեն մուտք գործելու եւ մյուս ներկայացումները շատ դժվարությունների ես չեմ հանդիպել։ Բայց դուք չէ որ պարբերաբար համագործակցում եք տարբեր թատրոնների հետ եւ բոլորովին այլ բան է, երբ ուսանողական տարիներին բոլորը պատրաստակամ եւ իրենց ներուժով եւ իրենց կարողություններով մասնակցելու եւ նոր մտքի իրագործմանը հենք հանդիսանալու պատրաստ մարդիկ են, իսկ թատրոններում, որոնք արդեն խաղացանկային են, ունեն իրենց դիմագիծը, ունեն տարիների փորձառություն, ունեն պատկերացումները շատ ավելի ստատիկ են։ Այս առումով բավարար են արդյոք ձեզ մթնոլորտում ներկայացվող թատրոնները, միջավայրը, մոտեցումները տալիս են հնարավորություն այն մտքին, որը տարիներ շարունակ խմորվում է ձեր կյանքում, իրականություն դառնալ։ Գիտեք, հիմնականում կարող եմ ասել այո, բայց եղել են դեպքեր, որ ինքս շատ թերի եմ համարել իմ աշխատանքը եւ դա պայմանավորված է եղել տարբեր պատճառներով, տարբեր ֆակտորներից ելնելով։ Ցավոք մեր իրականությունում կան թատրոններ, թատրոն չէ, թատերական կոլեկտիվներ, շենքեր, որոնք կոչվում են թատրոններ, բայց նրանց ներքին եւ արտաքին սկսած հարդարանքից եւ աշխատելավոճից եւ նպատակներից ես չեմ կարող ասել, որ դրանք համապատասխանում են այսօրվա պահանջներին։ Այդպես է ստացվել եւ այդպես կարծրացել են։ Եվ երիտասարդները, որոնք փորձում են առաջին քայլերը անել, երկրորդից, երրորդից, չորրորդից, հինգերորդից հետո աստիճանաբար հասկանում են, որ միանշանակ պետք են բարեփոխումներ, միանշանակ պետք է սերնդափոխություններ լինեն տարբեր տեղերում։ Չէ՞ որ մենք այսօր հետևում ենք այդ լավ process-ային միջայլոց եւ դա շատ բնական միշտ էլ այդ օրենքը ոչ ոք չի կարողացել խախտի կամ վետո դնի դրա վրա։ Դա այդպես էլ պետք է լինի։ Եվ ազնվությամբ ասեմ,
գնալով, հա, բացվելով տարբեր թատրոններում ինչ-որ աշխատանքներ անելով, նույնիսկ Սփյուռքում, ես երևի կհամարեմ 50-50, ես նույնիսկ չեմ ասի 70-30 տարբերությամբ։ Բաներ կան, որ անկեղծ ասած ես նորից կվերաբեմադրեի։ Բաներ կան, որ հետին հայացքով մեկ-մեկ երբեմն ծիծաղել են առաջացնում։ Ես ինքնակննադատ մարդ եմ։ Չափի մեջ իհարկե նախկինում ավելի շատ է ինքնակննադատ եւ դա երբեմն վնասում է, որովհետեւ արվեստագետի մոտեցումները, երազանքները, ձգտումները շատ նաեւ միևնույն ժամանակ փխրուն են, խոցելի են։ Եվ երբ որ չափից ավել ինքնակննադատ է լինում մարդը, դա խանգարում է իրան եւ ինքն իրեն կապանքների մեջ է անընդհատ։ Համարձակությունն է նվազում։ Հիմա դրա համար ես շատ համարձակորեն ասում եմ, որ կան սիրված ներկայացումներ, կան սիրված նույնիսկ դրվագներ, ոչ միայն ներկայացում։ Եվ կան աշխատանքներ, որոնց մասին ես չէի ուզենա խոսել, ընդհանրապես, որովհետև դրանք մեղմ ասած փորձեր ինչ-որ մի բան անել, դա էլ է շատ նորմալ։ Ոչ ոք չի կարող միշտ անել փայլուն, անընդհատ անել փայլուն։ Եվ ես գտնում եմ, որ այո, արդյունքը կա, ֆունդամենտը պետք է ասեմ, որ Ռաֆայել Խրիստոֆորիչի լսարանում մենք բավական ամուր ենք ստացել եւ իհարկե ունեմ երազանքներ, ունեմ էլի առաջ գնալու մղում, ձգտում, ունեմ պահած գրականություն, որ դեռ չգիտեմ ես որ տարիքում դրանց կանդրադառնամ, ունեմ բազում ծրագրեր եւ գրական եւ նույնիսկ կինո աշխարհում իրագործելու, բայց դա այդ ամեն մեկը իր ժամանակին կլինի կարծում։ Դա Աստված որպեսզի ժամանակը եւ ձեր հնարավորությունները զուգահեռվեն, այո, եւ հնարավորություն տան այդ ստեղծագործությունների ծնունդին, բայց ես ուզում եմ հասկանալ դուք այն ռեժիսորներից եք, ով ունի ուրույն մտածողություն, ուրույն ձեռագիր, փորձում է անընդհատ նորարարական մեթոդներ գտնել, նոր արտահայտչամիջոցների միջոցով ներկայանալ, ուզում եմ հասկանալ, որ ռեժիսորների տեսակին եք պատկանում, ովքեր ներշնչվում են գրական աղբյուրից, թե դերասանները կարող են հիմք հանդիսանալ նոր մտքի հղացման, որը կծառայեցնեք գրական հենքում։ Եվ դրանով իսկ գնահատենք ձեզ համար որ օղակն է առավել ամուր։ Դուք խոսում եք թատերական աշխատանքը կազմակերպելու process-ի մասին, այսինքն գրականը, դերասանների, հա, ինչ որ իմ սեփական ցանկությունների, մտածողության այդ ամբողջի սինտեզի մասին եք խոսում։ Ես ուզում եմ հասկանալ, որն է շարժառիթը նոր ստեղծագործության ծնունդի։ Դա լինում է գրականություն, որը ոգևորում է եւ դուք արդեն մտովի սկսում եք պատկերացնել, թե լինում են դերասաններ, ովքեր այնքան արհեստավարժ են իրենց աշխատանքում եւ իրենց տեսակում, որ սկիզբ են հանդիսանում գրական հենքի համադրման։ Առայժմ չի եղել այնպիսի դեպք, որ հատուկ ընտրված դերասանի միջոցով ոգեշնչում առաջանա եւ ես սկսեմ փնտրել ինչ-որ գործ։ Ճիշտ է որ ասեմ, ես նաեւ դեմ եմ դրան մի քիչ էլ։ Երևի ժամանակը չի դեռ այդպիսի բաներ ինձ անելու, որովհետեւ մի քիչ հատուկ բան է դառնում դա։ Հատուկ անել ինչ-որ դերասանի սիմպաթիաներից կամ տվյալներից ելնելով կամ ոգևորվել իրենով, ես դերասանը ոգևորվում եմ ընթացքում։ Կան դերասաններ, ով միանգամից իմ միտքն է գալիս եւ ես իսկապես ոգևորում եմ, բայց ես այսքան ժամանակ չեմ արել դերասանից ելնելով։ Ինձ առաջին հերթին ես երկար փնտրում եմ, տնտղում եմ ու գնալով ավելի դժվար է դառնում անկեղծ ասած, գտնել այն նյութը, որը որ կոգեշնչի, կվարակի, կհիվանդացնի, կտանի իր հետ։ Եթե այդ ստեղծագործությունը չկա, ամեն ինչ մի տեսակ փխրուն դատարկ ու բան է դառնում, էլի բամբակի պես փափուկ գրականություն կա այսօր շատ, որ մանավանդ արդի դրամատուրգիան, որը որ կարծես ամեն ինչի մասին է եւ ոչինչի, ես բոլորի մասին չեմ խոսում, թող վիրավորական չլինի, բայց մեծավ մասամբ, այո։
հիմա նույնիսկ մտածում եմ, որ մենք ապրում ենք այն ժամանակներում, այն իրականության մեջ, այն արագ փոփոխվող աշխարհում, այն վայրկյանական, րոպեական եւ ժամ առ ժամ փոփոխվող իրադարձությունների եւ մարդու մետամորֆոզները, որոնք տեղի են ունենում այսօր, մեզ հետ են տեղի ունենում։ Ինչի մասին մենք այսօր պետք է հանդիսատեսի հետ կիսվենք, պատմենք։ Սա ինձ համար շատ կարևոր է։ Ձեր գրեթե ներողություն ընդհատում եմ։ Եվ երբեմն մտածում եմ, որ երևի թե թատրոնները պետք է պատվիրեն, իրենք պատվիրեն թեմաները, նույնիսկ սյուժեներ հուշեն, որովհետև նայեք արվեստը արվեստով, իհարկե դա պետք է արվի արվեստավայել, դա պետք է արվի գեղագիտության բոլոր հիմունքներով, դա պետք է արվի մաքսիմում գրագետ, որովհետև դա բեմ է բարձրանալու այդ ստեղծագործությունը։ Բայց դա բնավ չի նշանակում, որ մենք չպետք է անընդհատ դա անենք։ Արդիականության հետևից անընդհատ վազելն էլ մի քիչ հոգնեցուցիչ կարող է թվալ, որովհետև մարդիկ երբեմն էլ ուզում են ուղղակի զվարճանալ։ Ուղղակի գան թատրոն, նայել կատակերգություն, բոլ-բոլ ծիծաղեն եւ լավ տրամադրությունով գնան, մյուս օրը մոռանան այդ ամեն ինչ։ Դա էլ պետք է լինի։ Ցավոք ես այսօր տեսնում եմ, որ մեր իրականության մեջ դա գերադասվում է եւ գերակշռում է։ Սա մի քիչ մտածելու տեղիք է տալիս։ Այսինքն կատակերգական ժանրը գրավել է այն ամենակարևոր նիշան։ Բայց չէ՞ որ այդ ժանրն էլ ունի իր գեղագիտությունը, ունի իր պահանջները եւ ծաղրու ծանակը միանշանակ կատակերգության հետ կապ չունեցող երևույթ է եւ եզր է, իսկ մենք ավելի ներկայանում ենք ծամածռություններով եւ ոչ կատակերգական ժանրում։ Այո, կա, այդ խնդիրն էլ կա, որովհետեւ այսօր բոլորին ամեն ինչ թույլ է տրվել անել, որտեղ ուզեն, ինչքան, ումով եւ այլն։ Ճիշտ եք ասում, բայց ուզում եմ հասկանալ, իսկ իրական ստեղծագործողի համար, այսինքն ոչ թե միջավայրի արհեստական հռչակում ստանալով, որովհետև շատ ունենք ռեժիսորներ, դերասաններ, երգիչներ, արտիստներ, ովքեր պարզապես միջավայրում ունենալով լավ հնարավորություններ, լավ ծանոթություն կարողանում են ստանալ այդ ճանաչելիությունը, որը հետագայում բացում է շատ դռներ։ Բայց լինելով իրական արվեստի կրողը, ուղղորդում եւ երբեմն նույնիսկ վերահսկում ունենում եք թե ոչ, որովհետեւ տեսեք դուք համագործակցում եք տարբեր թատրոնների հետ, սա նշանակում է, որ առնչվում եք տարբեր գեղարվեստական ղեկավարների հետ, ձեր մտքի ազատությունը որոշակիորեն սահմանափակվում է տվյալ թատրոնի ձևաչափը հաշվի առնելով։ Չէ, ասի, որ սահմանափակվում է, սահմանափակվել ասածը, օրինակ, ես Պատանի հանդիսատեսի թատրոնում 5 բեմադրություն էի արել ժամանակին եւ իհարկե ելնելով այդ ֆորմատից, որովհետեւ դա Պատանի հանդիսատեսի թատրոնն է, երբ որ արեցի Ռաֆ ու Խենթը, ես գիտեի ինչպես դա պետք է արվի, այնպես ինչպես որ պետք է դա լիներ Պատանի հանդիսատեսի համար։ Եթե ես դա բեմադրեի Մայր թատրոնում, դա պետք է լիներ արդեն շատ ավելի լայնաֆորմատ եւ շատ ավելի դաժան եւ այլն։ Հակոբ Արոնյանի անվան մեր կոմեդիայի թատրոնում շրջազգեստով գեներալները նույնպես ինքն էլ Ժանանոյի դրամատուրգիան մի քիչ երկարախոս, ավելի ինտելեկտուալ, խոհական հումորի, հա, փիլիսոփայելու, նա ավելի դիալոգային հումորի, որը որ մեր հանդիսատեսի մոտ ցավոք սրտի երկար այդ դիալոգների եւ տեսարանները, խոսքային տեսարաններ լսելու համբերությունը շատ հաճախ չի հերիքում եւ ռեժիսորը ստիպված է լինում այդ ամենը ողողել, պղպեղել այդ կատակերգության էլի օրենքներից ելնելով, բայց մենք կատակերգությունը ունի իր հստակ այդ սատիրան ունի իր հստակ բաները, արտահայտչամիջոցները, մենք հիմնականում մեր հայկական, հա, կատակերգությունը մի քիչ այլ է,
այսօր։ Նա իմ կարծիքով թող ինձ ներեն կոպիտ կատակերգություն է, հայկականը, աղմկոտ կատակերգություն է, ինչ որ ժողովրդի կլիմային համապատասխան։ Հա, ժողովրդական ինչ որ գռգռոցների կատակերգություն է դառնում, բեմական աղմուկի եւ ճչոցների եւ այլ։ Սա, չգիտեմ, ես չեմ կարող ասել, որ սա էսթետիկա է։ Սա երևի մի քիչ կան տեսակներ, որ ավելի այդ երևի արխային լինելու, հա, որ կհավանի հանդիսատես անպայման այստեղ ծափ կտան։ Բայց մենք դրանով վտանգված է հենց գեղագիտական չափանիշները։ Եվ հետո կներեք, նայած ինչ պիես է բեմադրվում։ Ամեն պիես չի, որ կարելի է, օրինակ դեպքեր են եղել մեր իրականության մեջ, որ արտասահմանյան կատակերգությունը տեղայնացվել է եւ սարքել են հայկական նույնիսկ կանոններն են փոխել, բայց ինչի համար։ Օրինակ որ Ջորջոյի անունը Վաղո է, դրանից ինչ որ բան է փոխվում։ Դա ծիծաղ կորզելու էժան հնարք է։ Դա տեղայնացնելու, օրինակ, չգիտեմ, էլի կան դետալներ, նյուանսներ, հիմա չեմ ուզում ասել։ Դա լավ բան չի։ Սյուժեն դրանից չի փոխվելու մեկ է, ասելիքը դրանից չի փոխվելու։ Օրինակ ոնց որ հիմա մենք վերցնենք Համլետը փորձենք հայկականացնել, ինչի համար։ Իսկ ինչի պետքա Ֆիլիպոյի պիեսը կամ այն մյուսի պիեսը վերցնեն եւ հայկականացնեն։ Իմաստը ո՞րն է դրա։ Որ հանդիսատեսը ինչ անի, որ գա նայ ասի, «Օ, ճիշտ է, այս մեր գյուղում է»։ Ինչ ակնհայտ է, նա ակնհայտ է, չէ՞։ Դրա համար ինչ որ փորձեր են արվում ավելի բերել, էժանացնել, մոտեցնել այս հանդիսատեսին, իջնել քիչ է մնում արդեն մի քիչ էլ արևածաղիկ բաժանեն արդեն դահլիճում, որ լավ լինի, որ մենակ դահլիճը լցվի։ Չի կարելի, էլի ինքը առանց այն էլ կատակերգությունն ընդհանրապես համարվում է դրամատիկական բոլոր այդ ժանրերի ամենաներքևում։ Ողբերգությունը ամենաբարձր, ամենաբարդ, ամենածանր ժանրն է։ Բայց նաև լավ կատակերգություն է պետք անել։ Այսա բարդ է։ Լավ կատակերգություն անել իսկապես դժվար է։ Եվ մերօրյա կատակերգության միջոցը, թեմաները, ես չգիտեմ, անկեղծ ասած չեն ոգևոր։ Ցավալի է, բայց կարծում եմ, որ աստիճանաբար ուշադրությունը մեծացնելով, պահանջները մեծացնելով կկարողանանք որոշակի փոփոխությունների հանդիպել։ Պետք է որպեսզի յուրաքանչյուր օղակ գիտակցի իր թերացման չափը եւ գոնե կիսով չափ փորձի լրացնել։ Ինձ հետաքրքիր է ձեզ առավել հարմարավետ է աշխատել մեծ բեմերում, թե փոքր բեմերում, որ հարթակն է ձեզ ավելի ենթարկվում եւ որտեղ ձեր երևակայությունը ավելի ազատ սավառնելու հնարավորություն է ստանում։ Ինձ ավելի հետաքրքիր են մեծ բեմահարթակները, ասեմ ինչու, որովհետեւ կոմպոզիցիոն առումով, խորությունների եւ տարբեր պլաների առումով հնարավորությունները ավելի մեծ են։ Ես տարված եմ միշտ նույնիսկ գեղագիտության մեջ մեծակտավ, այդ բատալիստների նկարները, որոնք շատ միզանսցեններ են հուշում եւ հետաքրքիր է, երբ որ շատ խորն են լինում, մի քանի պլաներ, հեռավորություններ, այդ պերսպեկտիվաները բեմում միզանսցենային, ասենք, հարուստ ինչ որ հետաքրքիր տեսարաններ ստեղծելը դա օրինակ դա ինձ հետաքրքիր է, որովհետև պլաստիկայի միջոցով կարելի է շատ հետաքրքիր բաներ պատմել բեմից, նույնիսկ առանց խոսքի, երաժշտության լույսի միջոցով։ Օրինակ կան ռեժիսորներ, որ փոքր բեմում են հասնում այդ էքսպրեսիային, ես սիրում եմ աշխատել մեծ բեմում։ Մեծ բեմից հայտնվելը դերասանի այլ բան է, եւ իր այդ երկար անցումների այնտեղ էլ իր թվաբանությունը կա եւ օրինակ Պարոնյանի թատրոնի բեմի հնարավորությունները Ստանիսլավսկու անվան չնայած ես այնտեղ այլ բան էի բեմադրել, դա կոմերցիոն էր երեկո էր, իսկ Մայր թատրոնի բեմը, որը ֆենոմենալ եւ դեռ երկար ժամանակ ուսումնասիրեմ, նա տարբեր գաղտնիքներ ու անտեսանելի խաչմերուկներ ունի այդ բեմը, որտեղ կարող են եւ անհետանալ եւ հայտնվել եւ Երևան եւ թերի Երևան
թեկուզ եւ ամեն ինչ ճիշտ արվի, բայց ինքը կուլ տվող բեմ է, նաեւ ինքը ֆանտանի պես կարող է բարձրացնել եւ տեսարանը եւ դերասանին, նա ունի տարբեր ֆրոնտեր, որտեղ ձայնի հետ կարող են առաջանալ խնդիրներ եւ հակառակը ձայնը թռնի դալիճ միջև ամենավերջը եւ նա շատ հետաքրքիր ինձ համար եւ առայժմ երևի երկար ժամանակ այդ պատմությունների ուսումնասիրությունների դաշտ կլինի հուսով եմ մյուս հետագա նոր ներկայացումների ընթացքում այսպես այդ բեմը փոխադարձում է ձեզ այդ սերը որովհետեւ ինձ համար երբ գալիս էի ձեր վերջին ներկայացմանը, արծվաբույն ներկայացմանը, սպասելիքներ իհարկե կային, որովհետև ես ձեր մի շարք ներկայացումներ տեսել եմ եւ սպասումը կար այդ ստեղծագործական հետաքրքիր հնարքների, լավ բեմականացման, հետաքրքիր ընտրության, բայց նաեւ վախ կար, որովհետև նախ թեման էր ընտրված այնպիսին, որ պետք էր հավաստի լինել, համոզիչ լինել եւ մեզ հետ կապ ունեցող, մեր ժամանակի հետ կապ ունեցող նյութեր եւ բացի դա նաեւ այդ բեմի տիրապետումը, հարթակի ոչ թե ստրկացումը, այլ ձերը դարձնելու հավանականությունը, որովհետեւ սովորաբար Սունդուկյանի թատրոնը, Մայր թատրոնը ունի շքեղ իսկապես հնարավորություններ, բայց այդ հնարավորությունները իրականացված չեն։ Եվ շատ հաճախ ներկայացումների կեսից արդեն որոշակի մերժում է առաջանում, որքան էլ որ դերասանական աշխատանքը լավը լինի։ Ուզում եմ հասկանալ ինչը ստիպեց անդրադառնալ պատերազմյան թեմային եւ հավատալ, որ կարելի է մեր օրերում, մեր ոչ այդքան մեծ հնարավորություններով ստեղծել միջավայր, ստեղծել նյութ, ստեղծել հուզական ալիք եւ բովանդակություն, որը կլինի համոզիչ։ Գիտեք, մի որոշ ժամանակաշրջան ես միշտ մտածել եմ, որ պետք է անպայման մի բան անել, ես էլ չգիտեի ինչ, բայց ես գիտեի, որ ինչ-որ մի բան է պետք անել, ես չգիտեի նույնիսկ դա ես կանեմ, թե ով, որովհետև արձակով բանաստեղծությունները կամ մեմուարները, հա, մեր բաների, ազատամարտիկների հուշերը, պատմությունները, բանավոր առասպելների աստիճան հանճարեղ այնպիսի պատմություններ են տեղի ունեցել այդ տարիներին, որ ֆիլմերում ինչ որ մասը օգտագործվեց, ինչ որ դրվագներ, ինչ որ բաներ, դե կինոարտադրությունը մի քիչ այլ բան է, դա իր ռեալ դոկումենտալիստիկային հասնող կարող են հասնել հա այդ բաներով, բայց բեմի պահանջները եւ հետաքրքիր են, եւ սահմանափակող են, եւ պահանջում են ժամանակի ու տարածության մեջ այ ինչ որ մի բան պատմել ու հուզել, իսկապես սա շատ դժվար խնդիր էր։ Մանավանդ որ էլի եմ ասում, նյութը դեռ չկար, հետո մենք Facebook-ով ես գտա Հրաչ Բեգլարյանին, որովհետեւ հարց ու փորձ անելով գրողների միությունից բան իմացա, որ կա ինչ որ այդպիսի մի գործ, որը չի էլ տպագրվել, կոչվում էր օր 30 քանի էջանոց ավելի շատ դրամատուրգիական փորձեր արված, բայց շատ հետաքրքիր ազնիվ կտորներ կային եւ միանգամից պարոն Էլբակյանն էլ երբ ներկայացրեցի հայտը ներկայացրեցի անմիջապես, ասեցի սա պետքա սարքվի, ինքն էլ միանգամից շատ ողջավորված տնօրենի հետ միասին, որովհետև իսկապես էլի ակամայից մտածեցինք, որ ինչի համար մենք ամեն ինչ անում ենք, մենք ինչ որ բաներ ենք մեմադրում, բայց մեր նորագույն ամենակարևոր խաչմերուկն էր, մեր ամենավորոշիչ տարիներն էին, ինչի չկա թատրոնի համար նյութ, ինչի մենք չենք կարող թատրոնով խոսել սրա մասին, ինչ որ բան ասել, ինչ որ բան պատմել։ Ու սա տանջում էր գիշեր-ցերեկ, գիտեք, ու համ վախենալու էր, համ չգիտեինք կլինի, չի լինի, բավար չդառնա, բավար չլինի այսպես, իսկ ով հետո շատ խմբագրվեց ահագին ժամանակ։ Մենք 2015 թվականին ենք դեռ սկսել պիեսի վրա աշխատել։ Հետո եղավ վերանորոգման երկարաձիգ շրջանը Սունդուկյանի։ Մենք փորձեր էինք անում, ինքը հավաքվեց, դերաբաշխումը եղավ ու ես չէի ուզում, որ այս պիեսում մասսայական մեծ տեսարաններ լինեն, պետք չի։ Հարկավոր էր լոկալ, ինչքան հնարավոր է լոկալ, կենտրոնական ֆիգուրներով ու լոկալ այդ փոքրիկ ջոկատով փորձել
ինչ որ այդ տարիներից մի ֆրագմենտ վերցնել, որտեղ անհնար է ամբողջը պատմել եւ իմաստել չունի եւ անհնար է դա։ Եվ այդ ծիրը բռնեցինք Հրաչի հետ Բեգլարյան եւ փառք իրեն, որ աննկուն, անտրտունջ շատ առաջադրանքներով իր կողմից, իմ կողմից մենք շատ հետաքրքիր ենք աշխատել, շատ ես նույնիսկ պահել եմ այդ ամբողջ այդ էտապները, ոնց էր ինքը դեֆորմացվում, սարքվում այդ սա։ Հետո դարձավ երկու գործողություն, թքվեց, հետո ավելացավ Սոնայի սյուժեն, ավելի հստակ դարձավ, հետո տղաների նկամոյինը մյուսինը։ Ու ինքը գիտեք ինչ process էր, բոլորը սկսեցին այս ծաղիկը ջրել, բոլորն էին մասնակցում իրանցը բերում, որովհետև սա եզակի դեպք է իսկապես, հավատացեք, երբ որ բոլորն են ուզում, որ սա լավ բան դառնա, բոլորը, նույնիսկ սևագիր փորձերի ժամանակ խնդրում էին, նստում էին մեր հսկիչները, որովհետև դա իրենց հետաքրքիր էր, դա իրենց երևի ազգականների հետ էր կապված, հարազատի հետ էր կապված։ Դա բոլորիս հետ կապ ունեցող, բայց կար նաև մի մեծ վտանգ, որը կարող էր կամ մեզ թրատել, կամ մեզ անդունդը գցել, որովհետև անել սա ու վրիպել չի կարելի։ Աններելի կլիներ։ Իհարկե, եւ մենք դեռ մտածում ենք 2016-ին Անդրանիկ ներկայացումը ցույց տալ Արցախում, հենց Ստեփանակերտում, մենք մարտ ամսին գնացինք, պայմանավորվեցինք, բայց այդ դեպքերը եղավ ու ամեն ինչ կանգնեց։ Մենք էլ մեծ շոկ ապրեցինք։ Մենք զգացինք, որ եկել սենց մեկը մյուսի մեջ է մտել այս ամեն ինչը, համ հին պատերազմը առաջին, համ այս նորը սկսվեց։ Հիմա մենք էլ այս բեմադրությունով բա ինչ անենք, ոնց անենք, նորից սկսեցինք իրան զտել, ստուգել, մաքրել, հանկարծ ավելորդ մի դաթար կամ խոսք դա շատ պատասխանատու է։ Սա ոչ կատակերգություն է, սա ոչ ինչ որ սոցիալական փոքրիկ մելոդրամա է։ Ու եղավ շատ ճիշտ, երևի եկավ ամեն ինչ իր հունով կայացավ։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ղեկավարությունից մինչև այն կուլիսներում աշխատող մարդիկ, ովքեր աննկուն եւ սպասումով են արել այս ամենը ինձ հետ միասին, հավատացել ու վստահել են։ Ու մի փաստ էլ կուզեմ նշել, վերջերս մենք ապրիլ ամսվա մեջ 10 ներկայացում եղավ, 3-ը Գորիսում, Ղափանում եւ Ստեփանակերտում մշակութային կանգառով, 7 ներկայացումներն էլ իր տանը արդեն, իր բեմում ու ծանր էր այդ 7-ն էլ իրար հետևից խաղար շատ, դուք դիտել եք ներկայացումը։ Եվ ես փորձում էի օգնել դերասաններին, ովքեր որ հանգիստ ունեն, իրենց տեսարանը ավարտվում է, բան ասում եմ, մի քիչ զգուշ եղեք։ Որովհետև ֆիզիկական եւ էմոցիոնալ պաշարներ կան, որ կարող են ավարտվել։ Հատել, իհարկե։ Որովհետև դերասանը դա ռոբոտ չի։ Օրգանականությունը այս ներկայացման մեջ բավական մեծ տեղ է գրավում, որովհետև բոլորն են բերված այդ վիճակի։ Եվ տեխնիկայով այդ անցումները կամ բեմում թեկուս օգտագործել տեխնիկայով տանել տեսարանը, հանդիսատեսը իհարկե դա չի զգում, պրոֆեսիոնալ դերասանները կարողանում են։ Դուրս էր շպրտվում տեխնիկան, գալիս էր օրգանականությունը, հաղթում էր, որովհետև ասում էին, որ անհնար է, չենք կարողանում։ Երբ որ ստեղը աշխատում է։ Ու սա շատ հետաքրքիր է։ Եվ համոզիչ էր եւ ինձ համար փայլուն էր այն երևույթը, որ տագնապի զգացումը անընդհատ կար, բայց չափ այնքան ճիշտ էր պահպանված, որ դա գերեմոցիայի չէր բերում։ Եվ այնքան հավաստի էր դառնում ամենը, դու քեզ զգում էիր իսկապես պատերազմի մասնակից։ Ինձ համար շատ անհավատալի էր, որ կարելի է պատերազմական գործողության տեսարան ստանալ հայաստանյան իրականության մեջ եւ դա լինի համոզիչ, դա լինի չափի ճիշտ զգացումով, գեղագիտության պահպանմամբ եւ նաեւ հուզական։
իսկապես շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար եւ ինձ հետաքրքիր է ինչպես հանդիպեցիք Ջուլիետա Ստեփանյանին, որովհետեւ նա միշտ կատակերգական դերերով է ներկայացել, միշտ բոլորի համար ծիծաղելի կերպարի համար համապատասխան նյութ է եղել բոլոր ռեժիսորների համար, թե հեռուստատեսային ոլորտում, թե թատերական աշխարհում։ Ինչը ձեզ ստիպեց հավատալ, որ նա կարող է այսքան հուզական դրամատիկ կերպարը այսքան ճշմարտացի կերպով ներկայացնել։ Ջուլիետա Ստեփանյանը մինչև այս վերջի շրջանում, հա, ձեր նշած կատակերգական դերերով իհարկե նաև այդ ժանրում է շատ հետաքրքիր, շատ ցայտուն դերասանուհի է, շատ լավ ուժեր ունեցող, հատկանիշներ ունեցող վառվռուն կերպար է եւ իր այդ նույնիսկ կյանքում իր ունեցած այդ մեծ իր հոգին, իր սիրտը, իր սերը, նա հրաշալի մայր է, հրաշալի տատիկ է, հրաշալի կին, հրաշալի ընկեր, այնքան լայն դիապազոնի մարդ է, այնքան ընկերասեր եւ ընկերական, այնքան նվիրվող եւ ցավող։ Եվ այս հատկանիշները եւ հետո ես գիտեի, որ նա տարբեր Հայաստանում, տարբեր թատրոններում էլ է աշխատել, Ստեփանակերտի թատրոնում 17 տարի մոտ։ Ուրիշ դերեր էլ է խաղացել, ոչ միայն կատակերգական։ Եվ այդ ես իրան ահագին ժամանակ ուսումնասիրում էի, նայում էի։ Հետո Ռիչարդում ինքը խաղաց, Ռիչարդ III-ում հետաքրքիր դերակատարում, մարդ, որը հասկանում է բեմում ինչ է անում, եւ անում է այնքան մաքուր, այնքան օրգանական եւ ցանկացած ռեժիսոր իհարկե իր էկվալազերներով, այսպես ասած, պետքա ուղղորդի դերասանին, պակասը կամ ավելը կամ մյուսը, երրորդը, չորրորդը։ Ու քանի որ նաեւ կար այսպիսի մի կարևոր պայման էլ Բեգլարյանի պիեսում Ամայի մայրիկը արցախցի տատիկ է։ Եվ դա էլ համընկավ այդ Ջուլիետայի կանդիդատուրայի հետ, որ բարբարի տիրապետելն էր, այո։ Եվ նա էլ սիրահարվեց այս դերին, շատ ոգևորվեց ու միանգամից մենք շատ երկար չենք խոսել։ Դա եղել է համընդհանուր այսպիսի որոշում ու միանգամից ընդունվել ու ոգևորվեց, շատ ոգևորվեց Ջուլիետան, որ եւ զգաց ինչքան աշխատանք կա անելու, որովհետև այդ կերպարի ֆիզիկական տվյալները եւ ձայնային եւ դուք նայել եք իր դիմախաղի, իր մնացած այդ դետալները, ձեռքերի շարժումներից սկսած հնարավորինս մենք փորձել ենք մոտեցնել այդ կերպարը ստանալու այդ տարիքի ամեն ինչ կորցրած փաստորեն փլատակներում բնակվող եւ այդ ջոկատի տղաներին մայրություն անող։ Դա շատ հավաքական մոնումենտալ կերպար է իդեպ։ Դա եւ մայրն է, եւ մայր Արցախ, մայր Հայաստան, ինչպես ուզում եք կոչեք։ Եվ Օրթեկորույս մայր, եւ աշխարհին իր հետևից ինչ որ մեծ բանա չէ թողնում։ Այստեղ նույնիսկ տարածաշրջանային հիմքն է կորում, որովհետև եթե սա թարգմանվի, սա համամարտկային, մարդկային որակի բարձրաձայնման հնարավորություն կլինի կարծում եմ։ Ես պետք է մի բան էլ ավելացնեմ, պիեսում շատ մարդկային, մարդասիրական, հոգևոր թեմատիկաներ էլ կան, բացի գլխավոր թեմայից, շերտեր կան։ Օրինակ թշնամու հանդեպ եւ ատելությունը կա, եւ խեղճ մտանքն էլ կա, եւ մայրական չէ, այդ բաները կան իր կորցրած որդու, եւ միևնույն ժամանակ նա խոհում է այն մասին, որ այնտեղ էլ կան մայրեր, որ կորցնում են։ Ինչ տարբերություն մայրը։ Մայրը եւ այնտեղ հրաշալի տող կա, որ պատերազմի ժամանակ խնայեք մայրերին։ Պետք չէ ուզենա, որ որևէ մեկը դա համարեր ինչ որ թուլություն, դա ընդհակառակը, դա շատ բարձր խոսքեր են, դա շատ բարձր մարդկանց կողմից կարող են հնչել։
Համամիտեմ եւ դա աստված որպեսզի այս ներկայացումը իր առաքելությունը ճիշտ կատարի եւ ընկալումը ունենա եւ կարողանանք պահպանել այս արժեքները եւ ոչ մի կերպ չփորձենք փնովել գտնել ինչ որ թերացումներ, որոնք կարող են փչացնել մթնոլորտն ու այն սերը, որը թերացումներ բոլոր տերերում կան։ Բնականաբար, բայց ես կարծում եմ, որ սա այս ժամանակի համար, այս միջոցներով, այս միջավայրում, այս պատկերացումներով ժամանակահատվածի համար շատ ստացված, կայուն եւ ամուր ներկայացում է, այնպես որ դա աստված որպեսզի այն երկար կյանք ունենա։ Որպես ռեժիսոր համագործակցումի ժամանակ ձեզ համար կարևոր եւ անհրաժեշտ է որպեսզի դերասանը լինի ճկվող ձեր մտքին, ենթարկվող ձեր մտքին, թե սիրում եք դերասանների, ովքեր ավելի ոչ թե ամուր բնավորությունն, այլ տեսակով պրպտող են եւ իրենք են փոխում ձեզ հետ համագործակցելով ստանալ կերպար։ Իհարկե երկուսն էլ հետաքրքիր են, բայց ես հնազանդությունը, գիտեք, թող դերասանը հնազանդ լինի լավ առումով նախ պարտաճանաչության հարցում, իր աշխատանքին, իր ստեղծագործական process-ին ազնիվ մոտեցումներ ցուցաբերի, բայց նաև պետք է անհատականություն լինի։ Երբեմն լինում են դեպքեր, երբ որ փոքրիկ ինչ-որ sense տուփի պես է դառնում, դիրիժորի փայտիկի պես ու զգում ես, որ միգուցե կարող է հիմար բաներ անես ու ոչ ոք չի նկատի դա, այդ դա շատ վատ բան է։ Դերասանն ինքը նաև պետքա շատ ուշիմ լինի, նա իրավունք ունի չհամաձայնվելու, բայց պետք է հիմնավորի։ Նա պետք է նաև տարբերակներ առաջարկի։ Փորձից փորձ գալով չի լինում աշխատելը։ Փորձից հետո էլ դերասանը, երբ որ ինչ որ տեղ է կամ տանն է կամ հանգստանում է, ոչ միայն տեքստի վրա, այլ նաև փորփրի, պրպտա, նյութեր հավաքի, նյութեր նայի, վարժանքներ անի, մտածի, սարքի, ձայնի վրա աշխատի, հազար ու մի բաներից է, չէ, բաղկացած դերասանի մասնագիտությունը։ Նույնը ռեժիսորը։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ փորձերի ժամանակ պատրաստ են գալիս, ինչ որ հավես չեն ունենում, դա առաջին հերթին իհարկե ռեժիսորից է կախված։ Ոնց է սկսվում առաջին հերթին։ Այո, իհարկե։ Երբ են անջատվում բոլոր բջջային հեռախոսները։ Ինչքան է ռեժիսորի համբերությունը ուշացողների նկատմամբ։ Ինչն է թույլատրվում ռեժիսորին։ Եթե ռեժիսորը առաջին ինքն է փչացնում այդ process-ը, ինքն է, հա, ինչ որ անկամ ինչ որ բաներ իրեն թույլ տալիս, հոգի չի դնում, ավելորդ խստապահանջությունն էլ տեղ-տեղ վնասում է գործին։ Չգիտեմ, պետքա ռեժիսորն մարդն է, որ այդ մեծ խմբի հետ պետքա կարողանա լեզու գտնի եւ աշխատի։ Նաեւ ստիպի կարողանա դա անել, բայց իհարկե հետաքրքիր անհատականությունների հետ աշխատելը ավելի հետաքրքիր է, իհարկե։ Նրանք էլ ունեն իրենց բնավորության մեջ այդ եսի, չէ, դա արվեստում այդ ամեն ինչը անպակաս է, եսակենտրոնական այդ բաների մեջ են լինում, դա նորմալ է, մեկի մոտ շատ է, մեկի մոտ քիչ է, դա հաճախ նաև դժվար է, բայց այլընտրանք չի լինում, որովհետև այդ պիեսում կոնկրետ անհրաժեշտ է հենց այդ դերասանը։ Եվ դա մի առանձին գլխացավանք է երբեմն էլ դառնում, դե մենք սովորել ենք, սա էլ մեր մասնագիտությունն է, բայց առաջին հերթին ասում եմ, ճիշտ սկսել կազմակերպել process-ը, ճիշտ պիեսով, ճիշտ խմբագրումով, ճիշտ սեղանի շուրջ աշխատել, ճիշտ դիսցիպլինայով ու հետևել։ Եվ ես վստահ եմ, որ այդ process-ը շատ առողջ կգնա։ Հետևել նաև ներքին կանոնադրությանը, փոխհարաբերությունների մարդկային, թույլ չտալ, որ կողքից կամ ներսից ինչ որ լինում են դեպքեր, օրինակ, որ դերի կամ ասենք ինչ որ պիեսի հետ չհամաձայնվելու, նույնիսկ հրաժարվելու դերից, ամեն ինչն էլ նորմալ է, դա process է, հիմա ես երևի մի քիչ շատ եմ բացում
գաղտնիքներ, որ կան բոլոր տեղերում, բոլոր Ռուսաստանում էլ, Միացյալ Նահանգներում էլ, մեզ մոտ էլ, Տաջիկստանում էլ, ամեն տեղ կան։ Որ կա մարդը եւ կա։ Եվ ռեժիսորի խնդիրն է այս կոմպլեքսը հավաքել, սարքել մի գեղեցիկ բան եւ հանձնել հանդիսատեսին։ Իսկ նաեւ որպես ռեժիսոր, այն ռեժիսորներից եք, ով նախքան գործառնական անցումը աշխատանքին ունեք արդեն գծագրած ծրագիր, այսինքն ամբողջ ներկայացումը ձեր մտքում, ձեր այդ պահի պատկերացումներով ունեք եւ հետո անցնում եք աշխատանքի, թե դա մի փուլ է, որտեղ դա չի լինում այնպես, որ պիեսը կարդում ենք եւ տանում ենք ներկայացնում։ Դա հիմարություն է։ Դե կան ռեժիսորներ, ովքեր ընթացքին ավելի են հավատում սեփական կարողությունները բացահայտելու։ Բայց հարկավոր է տանել արդեն որոշ աշխատանք արած եւ որոշ գոնե պատկերացումներ ցույց տալ, թե ինչ ենք ուզում մենք այս պիեսից սարքել եւ ընդհանրապես ինչու ենք մենք սա վերցրել, ինչ պատկերացումներ ունեք, ում եք պատկերացնում նկարչից, գլխավոր դերակատարից, երկրորդականներով, երրորդականներով եւ ընդհանրապես սա ում է պետք։ Սա այդ կինոարտադրությունում կա pitching։ Նույնը գրեթե նույն այդպիսի բաներ կա պիեսը ներկայացնելու ժամանակ։ Եվ կա գեղխորհուրդ։ Մենք թատրոններն ունեն իրենց գեղխորհուրդները, որտեղ բոլորը ընթերցում են, հետո սկսում ես պաշտպանել։ Առաջ մղել քո տեսլականը, բացատրում ես, պատմում ես։ Լինում են դեպքեր, երբ օրինակ չի ընդունվում այդ պիեսը, բայց անպայման պետք է նախ, եթե ռուսերենի հետ խնդիր չունեն, նախնական կարող են ռուսերենը կարդալ, ցանկալի է հայերեն եւ արդեն որոշ խմբագրումներով, որոշ արդեն դրվագներով պատրաստի առաջին տարբերակը։ Դա նույնիսկ պարտադիր է։ Աշխատանք պետքա թափվի ամեն դեպքում։ Հետո ընթացքում արդեն ելնելով մնացած պայմաններից, բայց չկորցնելով գլխավոր գաղափարը, գլխավոր ամենաթանկ այդ ներդրած այո գաղափարները, հետո արդեն կախված է եւ բեմանկարչությունից, հետո կախված է նրանից, թե ով ինչպես է տեղավորվում ընթացքում դերասանների, հա, կոնտակտները, հարաբերությունները։ Հետո միգուցե լինում են դեպքեր, երբ տեսարան է հանվում ընդհանրապես։ Ինքը դա այնպես process է, ոնց որ անընդհատ մաղվի, հետո իջնում ենք բեմ, սկսում ենք խփել, ամրացնել։ Հետաքրքիր իջնում ենք բեմ, սովորաբար բարձրանում են բեմ, չէ՞։ Դե մենք փորձասենյակները սովորաբար վերևն են լինում, հետո իջնում են բեմ։ Դե մենք տենց ենք ասում, իջնում ենք բեմ, հա։ Հետո այդ process-ը երկար ու հետաքրքիր է, այդ ժամանակ օրինակ նայեք փորձասենյակում մի բան է, երբ որ իջեցնում ենք բեմ, ներկայացումը կամաց սկսում է մի քիչ փոխվել, մուտքերն են երևի սկսում փոխվել, խորությունները, միզանսցենաները մեծանում են, ժամանակի հետ խտությունների խնդիր է լինում, որովհետև այնտեղ փոքր էր քայլը, այստեղ մեծանում են, երաժշտությունը մի փոքր երկար, մի քանի ռեպլիկ ձգվելով է ավարտվում, եւ մյուսը լույսը, ուշացումները, արագացումները, այս սաղ տախոմետրի պես պետքա տեղը գցվի լրիվ պիեսը, եւ այնտեղ էլ սկսում են արդեն այդ պրագոն ասած շրջանում չափում են ներկայացումը, չափում են սկիզբը, ավարտը եւ նորից սկսվում է մանր նորից մոնտաժվել, կտրտվել։ Նայած ինչն է ձգում ներկայացումը, ինչն է կանգնեցնում, ինչն է ձանձրալիացնում։ Ու սա շատ նորմալ, շատ ընդունված կերպ է աշխատելու, բոլորն էլ լինում են ժամանակներ, երբ որ շատ արագ է ամեն ինչ ստացվում, լինում են ժամանակներ, երբ երկարաձիգ է տևում։ Մենք գործ ունենք կենթանի մարդկանց հետ, մենք գործ ունենք նկարչի, որը կարող է ինքն էլ մի քանի անգամ փոխել, ինքն էլ չհավանել կատարածը կատարողների, հա, նկարիչ կատարողների։ Մենք աշխատում ենք դերասանների հետ, ովքեր բազմազբաղ են, հիվանդություններ են ունենում, տրամադրություն երբեմն չեն ունենում, կամ ինչ-որ խնդիրներ են ունենում, կամ կապրիզներ են ունենում, կամակորություններ։ Այս ամեն ինչը մասնակցում է այդ process-ին, որովհետև անհնար է դրանք փոկել դեննետել անհնար, դրանք միշտ կան, միշտ այդ խնդիրները եղել են, կան ու կլինեն։
Ամեն դեպքում, բայց սկզբնական կառուցողական մոտեցումը ձեր կողմից կա եւ իհարկե ունեք նախնական այո գիծ, ճանապարհ, գծագիր, որը հետո սկսում եք հարմարեցնել դերասաններին, միջավայրին, բեմին եւ նաեւ իրենց ներդրումներն ունենալ այս աշխատանքին։ Անչափ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց էր, շատ ուրախ եմ, որ ունեք հաջողություններ եւ շատ ուրախ եմ, որ անկախ բոլոր դժվարություններին եւ որոնումներին, որովհետեւ եւ հաճելի է եւ դժվար է տարբեր թատրոններում ներկայանալ, ամեն դեպքում չեք կորցնում սերը եւ չեք կորցնում որակը ներկայացումներ հանձնելիս։ Փորձում եմ։ Շնորհակալ եմ, ունենք վերջնահարց։ Ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Ես եմ ասելով, երևի այս ամբողջ հսկայական մոլորակի վրա դիեզերքում, երևի ինչ որ մի կարևոր կամ ոչ այնքան կարևոր փոքրիկ մի մասնիկն եմ, որը էլի անցողիկ եմ լինելու եւ բայց վստահ եմ, որ ինչ որ մի բան կթողնեմ։ Ինչ կթողնեմ, ես շատ եմ ուզում, որ ինչ որ շատ կարևոր բան թողնեմ, որովհետև այս անսահման անծիր ու ծայր այս ամբողջ ստեղծածի մեջ այդ եսեմը երևի ես չգիտեմ դա ինչ է, դա շատ երևի անտեսանելի մի բան է, սա աշխարհատիեզերական աստվածային sense ինչ որ իմ մոտ միշտ էփում է այս հարցը, ես էլ եմ ինձ տալիս, ասում իսկ ես ով եմ, ուր եմ գնում, ինչ եմ անում, արդյոք այդ ամեն ինչը պետք է։ Երևի պետք է, որովհետև բոլորս էլ այս պահին այստեղ ենք, ինչ որ ֆունկցիա ենք կատարում։ Մեզնից հետո մեր թողածը մյուսներն են անելու այդպես միլիոն տարիներ շարունակվում է։ Ես եմ ասելով, ես եմ ցանկանում եմ այդ մի բանը, ինչ որ մի բան թողնել, հետո տարալուծվել, անհետանալ հավերժության մեջ եւ հերթը տալ մյուսներին, այսքանը կարող եմ ասել։ Շնորհակալ եմ ու կարևոր է, որ այդ հերթը տալու գիտակցումը կա։ Սա ես կարծում եմ մեր ավագ սերնդի, եթե թատերաշխարհին անդրադառնանք, ամենամեծ խնդիրներից մեկն է։ Անչափ շնորհակալ եմ։ Դա եւս մի ժամանոց հաղորդման թեմա է, հա։ Վստահ եմ ավելի։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ, որքան էլ Դավիթը փոքրացրեց իր եսի զգացումը եւ փորձեց այն անհետացնել միջավայրում եւ տիեզերական ընկալման մեջ, մեր ժամանակների համար նրա եսը բավականին մեծ աշխատանք է կատարել եւ առաջարկում եմ անպայման մասնակիցը լինել այն աշխատանքի, այն նյութի, որը վերջերս է ներկայացվել հանդիսականի ուշադրությանը, արծվաբույն ներկայացման մասին է խոսքը, սա յուրաքանչյուրիս հուզող խնդիրների բարձրաձայնումն է, սա յուրաքանչյուրիս անցած ճանապարհի մի փոքրիկ բաժինն է, որը ստեղծել ու կերտել է մեզ, որը ձևավորել է մեր հոգևոր, հոգեկան եւ մտավոր պատկերացումները։ Եվ սա այնքան հավաստի է ներկայացվում, որ վստահ եմ, որ յուրաքանչյուրը ձեզ համար կվերցնեք մի պատառ եւ տաքուկ ու հարմարավետ տեղում կպահեք, գոհանալով եւ աշխատանքից եւ գնահատողը լինելով նմանօրինակ կարեւոր աշխատանքի։ Հանդիպելու ենք վաղ երեկոյան կրկին ասելու բարև, ես եմ։ Կուզեի իհարկե վերջին ուսուցիչից էլ խոսեինք,